Ողջույն հարգելի հայրենակիցներ, այս պահին Մայր Հայաստանի ներկայացուցիչներով գտնվում ենք Զվարթնոց թաղամասում, ինչպես հայտնի է, մենք օրեր շարունակ իրականացնում ենք ակցիա ստորագրահավաք ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ Եկեղեցու։ Այս պահին ստորագրահավաքը տեղափոխվել է Զվարթնոց թաղամաս, դեռևս կհասցնենք ամփոփել արդյունքները, բայց կարող եմ արդեն պնդել, որ հազարավոր քաղաքացիներ են միանում մեր ակցիային եւ բոլորը մերժում են օրվա իշխանության վարած քաղաքականությունը ընդդեմ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու։ Որքան էլ սրանք փորձել խաբել, թե իբր թե մենք եկեղեցու դեմ չենք, մենք անձանց դեմ ենք դուրս եկել, դա սուտ է, որովհետեւ մենք գիտենք, որ իրենք, այսպես ասած, Փաշազադեից ստացած հրահանգով են պայքարում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, եւ ահա մեր ստորագրահավաքը նպատակ ունի ցույց տալու, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականանալ եւ առաջինը, ինչպես հայտնի է, միշտ հարևաններն են հասնում, դրա համար էլ մենք էջմիածինցիների կարծիքն ենք ուզում նաեւ իմանալ եւ նրանք մեզ տալիս են այն ուղերձը, որ դեմ են այս իշխանությունների վարած քաղաքականությանը եւ դեմ են հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավին։ Զվարթնոց թաղամասում մենք արդեն 3-րդ օրն ենք, կարող եմ ասել, որ շատ բարձր ընդունելության է արժանանում մեր ակցիան, մարդիկ նույնիսկ տներ են հրավիրում, երկար զրույցներ են ունենում եւ արդեն ոչ միայն եկեղեցու թեմայով, այլ մեր երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված եւ բոլորն էլ միահամուռ պնդում են, որ մերժում են քաղաքացիական պայմանագրին, մերժում են օրվա իշխանության պարագլխի վարած քաղաքականությանը։ Ստորագրությունները վերջնական դեռ կամփոփենք, այս պահին այսքանը, հիմա անցնենք տնետուն այցելությանը, ինչպես գիտեք, մենք այդ տարբերակներ ենք ընտրել եւ տնից տուն անցնելով մարդկանց հետ զրուցում ենք, շփվում ենք, նրանց տեսակետներն ենք իմանում, այնպես որ սիրելի զվարթնոցցիներ, այս պահին մենք հիմա այցելելու ենք ձեր բնակարաններ եւ մեր թիմակիցներով կիսվելու ենք ձեզ հետ մեր տեսակետներով, նաեւ ակնկալում ենք ձեր աջակցությունը ստորագրության եւ այլ գործողությունների տեսքով։ Նրանք, ովքեր կուզենան ավելի ակտիվ ներգրավել այս գործընթացի մեջ, արդեն կարող են կապվել մեր շտաբերի հետ, որոնք կան ինչպես Զվարթնոցում, այնպես էլ Էջմիածնի կենտրոնում, Չարենց թաղամասում, այնպես որ սպասում ենք եւ համոզված ենք, որ միասնական ջանքերով կարողանալու ենք փոխել ստեղծված իրավիճակը։ Առայժմ